Իսկ արդար է, որ նախարարներին 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները ընդամենը մինչև 10,000 դրամով են բարձրացնում։ Դա ամոթ բան է, գիտեք, մեկից այնքան մարդ են տուգան է, այն քրոջը տուգանել են, հաշվիչի վրա գծեր կար, բայց պլոմբը տեղն էր։ 110,000 դրամ տուգանեցի նոյեմբերին ու հունվարին իրանք միլիոններ ստացան, այդքան բան կներիք։ Դա ամոթ է, էլի կներիք։ Իմ սիրտը այնքան մեծ է, 10,000 դրամը չեմ ուզում։ Բնական չի, որ արդար չի։ Բնական չի, ոնց որ ջահելը որ մեծանում է, ինքը սկսում է շատ փող աշխատել, իր մորը չնայել։ Բայց չէ որ այդ մերն ամեն ինչից իրան զրկել է, որ իրան հասցրի այդ վիճակին։ Հիմա ես պետությանն էլ այս մարդիկ որ չլինեն, դուք ինչ ղեկավար պատին եք, ում պետք է ղեկավար եք։ Այսինքն ժողովրդին պետք է պահել, որ իրանք էլ դες չէ։ Դե դա արդարացի չէ, եթե իրանք այդ մեծ գումարների հետ ունեն, թոշակառուն այդ գումարով ոնց կապրել։ Կամ 10,000-ն է ինչ գումար է։ Ես արդարացի բան չեմ տենը։ Երևի սա ընտրությունների հետ կապված բան է, որ սենց թոշակ են բարձրացնում կամ չգիտեմ։ Դե դա ձեռնատու չի թոշակառուի մար։ Կամանց կորոշենք ինչ անենք ազիզ ջան, դա թոշակառուի մար 10,000-ը էլի ոչինչ, յոլակը գնանք, միջև լատենանք ինչ անենք։ Արդար չէ։ Ինչ են անում, որ պարգևավճարները ստանում են։ Նստած տեղերը քնում են, մեկը կռիվին անում են։ Իր համար շատ արդարացի է։ Ժողովրդի համար բնականաբար ոչ պարզ չի։ Իրան էլ է դա պարզ։ Բայց ինքը իր ծրագրերը կատարում է գերազանց։ Որ ծրագրերը։ Բոլոր ծրագրերը, ինչ որ եկել է, տեղին անում է իր համար։ Ես էլ չեմ հասկանում, այնքան խաբեցին այս ժողովրդին, ոչ մեկի նկատմամբ հավատ չունես։ Սկսած Լևոնից, ինչև ես։ Դե դա արդեն իրանց ներքին կուխնյան է, իրանց ոճեն է, իրանք ոնց ուզում են տնօրինում են։ Մեզ էլ մի փոքր բաժին հասցրեցին։ Եթե ծիծաղելու ոչինչ չկա, այդտեղ կարելի արժեք ծիծաղել եւ պատասխանը կստացվի։ Իսկ ինչ են անում ամբողջ օրը այդտեղ։ Պետք է շոշափել լինի, չէ՞ նրանց ամեն մի ելույթը, ամեն մի ժողովրդին դիմելը։ Իսկ ժողովուրդը արդեն բանի տեղ չի դնում։ Իրանք գալիս են գործի գնում։ Դա ուրախություն չի։ 10,000 դրամ այսօր գնացել եմ ծույեմ առե 90 դրամ։ Ես 90 դրամի 2 հատ ծույի առը մի հատ են տալիս։ Հենց որ Նիկոլը գիտե ինչ անում եւ որտեղ պետք է մեզ կաթասնի։ Ազիզ 10,000 դրամ ինչ է։ Դուս ես գալիս մի հատ գնում ես բան չես առնում արդեն 10,000 չէ 15,000 ես ծախսում։ Ես չգիտեմ, այդ տվեք այդ հարցը Փաշինյանին։ Թող ինքը մտածի ոնց պետք է լինի։ Բանը չի նշանակում, որ ինքը իր աշխատողներին միլիոններ է տալի, թոշակառուին տալիս է։ Լավ մի հատ ապտեկ է մտեք, դեղեր արեք։ Այդ 10,000-ից ինչ բան էլ չի մնում, հենա միան թոշակից է ջոկ են ավելացնում խեղճերը։ Հացի փողել չունի։ Ոչ, մի հատ շտապ օգնություն ես կանչում, մինչև 5,000 դրամը չտաս, մինչև ընդ իրանց կվիտանցիաները, իրանց բանը չմուծես, մի հատ գոնե ճնշում չեն չափում, որ մարդ մահամերձ վիճակը կվիտանցին բերեք նոր։ Այդ ինչ հմել ավելի է։ Պետք է սպասես մինչև 5 քույրը գա, եսի ինչ 5 օր հետո չգիտես ինչեր է հնարում, հետ չարժեին, ինքը երկրորդ անգամ նստի որպես վարչապետ, որովհետև ավելի մեր Հայաստանը կործանման ենթարկի, նենց է ենթարկել արդեն։ Եթե նայես ժողովրդավարական տեսակետից, ոչ թե արդար է, էլ դա դատապարտելի է, դա քրեական հանցագործություն է, որ իր ծնողը թոշակառուն աղքատ սոված նստած է, ինչ որ մի հատ նախարար կամ պատգամավոր 7 միլիոն դրամ է ստանում, հետի ոնց որ ձեռ առնես, ավելի լավ է չհայտարարեն, հետի գոնե թաքուն անեն, մարդիկ չիմանան, հետի ոնց որ նազլո էլի հակառակ մարդկանց են անում, որ այդ խեղճ աղքատները, հետո ասում են նախանձը որտից է առաջանում, չարությունը, անեծքը, վատ ցանկությունը, մեկը մյուսի նկատմամբ, նման
անարդար մոտեցումներից։ Այդ երկիրը ծերերն են սարքել իրականում այս շենքերը, այս փողոցը։ Այդ մարդիկ այսօր ցրտին իրանց տներում նստած են, նույնիսկ դեղի ու հացի փող չունեն, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարա լինի պետություն, սա կոչվի պետություն, երբ որ մարդը փող չունի, գնա մեռի, հիվանդանոցը չի ընդունում։ Եթե դու թոշակառու չես, ասենք իմ տարիքի մարդ ես, հիվանդ ես, փող չունես, գնա մեռի, չի ընդունում, ոչ միտեղ չես կարա գնաս ասես ես հիվանդ եմ, կասեն փող չունես, գնա մեռի, դա ինչ պետություն, ոնց կարելի է համարել պետություն, երբ որ քաղաքացին իր թիկունքին ուժ չի զգում, պաշտպան, ոնց կարա քաղաքացին իրան համարի լիարժեք քաղաքացի, ասի ես իմ պետությունն է, դիպլոմատիկ ինքնախապեյություն ու կեղծիք է, կապ չունի Նիկոլը կլնի, ով կլնի, նշանակություն չունի, միջև մենք մեր գլխի տերը չլնենք, մոռացեք, որ Հայաստանում հայ քաղաքացին իրան պաշտպանված եւ լիարժեք քաղաքացի կզգա, անհնարին բան է դա։ Չէ, ճիշտ չի դա։ Ճիշտ չի, բայց դա իրանք գիտեն, այլ եմ ասում, իրանք իրանց է պատճաշը իրանք են ուտում, մի բանը ժողովրդին են հյուրասիրում։